Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 3 մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խազեր մրցանակաբաշխությունը, որի շուրջ քննարկումները սկսվել էին դեռ շաբաթներ առաջ։ Ինտրիգներ, մրցակցություն ու շքեղ կերպարներ, ահա այն ամենը, ինչ կարելի է ասել այս մրցանակաբաշխության մասին։ Խոսելով մրցանակակիրների մասին, պետք է նշենք, որ տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Արամեն Պետրին, լավագույն փոփ երգչուհի անվանակարգում հաղթեց Իվետ Ամուկучյանը, լավագույն արտիստ քաղաքային ֆոլք ժանրում Տաթև Ասատրյանը, տարվա լավագույն երգ «Ճանապարհեցիր ինձ տուն» Սոնա Ռուբենյան։ Հաղորդավար և լրագրող Արա Ղազարյանն իր ինստագրամյան էջում մեկնաբանել է ողջ մրցանակաբաշխության ընթացքը կարմիր գորգից մինչև մրցանակներ։ Նրա խոսքը կտրուկ ու անաչառ է։ Արա Ղազարյանի խոսքն առաջարկում ենք լսել հենց այս տեսանյութում։ Հիմա անցնեմ մրցանակաբաշխությանը։ Մրցանակաբաշխությունը շատ արդյունքած էր եւ լվացած բարձրաճրած էր, առանց որևէ էքսեսի, առանց որևէ հիշարժան իրադարձության։ Չեղավ Լիլիթ Հովհաննիսյանի այն ելույթը, որը մեր մոտ եղավ, չեղավ Ավետ Բարսեղյանի այն խոսքերը, որ մեր մոտ կուլիսներում ասվեցին եւ վայր տարածվեցին։ Ես չեմ սիրում այդպես բարձրաճրած մաքուր սուֆլյորով։ Ակնհայտ երևում էր, որ մրցանակ տվողներն են սուֆլյոր կարդում։ Իսկ նման բաներ ես չեմ սիրում։ Նման արտուկված, դասավորված, անշունչ, անկենթան էր ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությունը։ Ինչու էր անշունչ, ըստ իս անշունչ էր, որովհետև չկային այն մասնակիցները, ովքեր պետքա լինեին, չկար այն անկեղծությունը, որոնք պետք է ապահովեին այդ մասնակիցները։ Ես ինքս քվեարկողների թվում եմ եղել, այս տարի չեմ քվեարկել, որովհետև այդ համադրումը, որ կար, ես դրա հետ վերուստ համաձայն չէի եւ որոշեցի մասը չկազմել։ Ինչ է նշանակում Տաթև Ասատրյանին ֆոլք երգչուհի։ Տաթև Ասատրյանը պետք է լիներ տարվա երգչուհի։ Իսկ ով ասում, որ Տաթև Ասատրյանը փոփ երգչուհի չի։ Իսկ որն է փոփը, որտեղ է այդ սահմանը, ով է դնում այդ սահմանը։ Ոնց կարելի է Նանուլի տեսահոլովակին չտալ մրցանակ, այլ տալ իմ շատ սիրելի ռեժիսոր Արտուր Մանուկյանի նկարած ամենաշարքային տեսահոլովակներից մեկին Վարդավառին։ Դա ինչ մի տարվա տեսահոլովակ։ Նայեք, Սոնա Ռուբենյանին ինձ այդ շատ ոչ մեկ չսիրի։ Արտուր Մանուկյանին եւս, բայց չտալ տեսահոլովակի, լավագույն տեսահոլովակի մրցանակը 3 ներկայացրածներից, ասենք Նանուլի տեսահոլովակին այլ տալ սրան, դա մեղմ ասած անարդար է։ Կամ ակադեմիայի անդամները կոմպետենտ չեն։ Գիտեք, իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ լավ աղջկա սինդրոմով, սիրված աղջկա սիրված արվեստագետի սինդրոմով Սոնան ինչ անվանակարգում է ներկայանա, ակադեմիայի անդամները մեխանիկորեն քվեարկելու են իր օգտին, որովհետև բոլորը սիրում են Սոնային։ Բայց սա պրոֆեսիոնալ մոտեցում չի։ Հասկանում եք։ Սա պրոֆեսիոնալ մոտեցում չի։ Ես ինքը շատ սիրում եմ Արտուր Մանուկյանին, նա իմ ընկերն է եւ Սոնային եմ շատ սիրում։ Բայց Նանուլի տեսահոլովակը պետք է լիներ տարվա լավագույն տեսահոլովակից նշված 3-ից։ Իմ կարծիքով։ Հիմա Սոնա Ռուբենյանի թեման շարունակեմ։ Ստացել է երգ, տարվա լավագույն երգ նոմինացիայում Սոնա Ռուբենյանի էլի երգերից մեկը, որի վերնագիրը ես չէի լսել, երգը չէի լսել, որովհետև չեմ քվեարկել, երբ որ քվեարկել լինեի, եկա մտնեի ամեն ինչ հերթով լսեի, նայեի նոր գնահատականներ տալ, բայց քանի որ հրաժարվել էի քվեարկության մասնակցելուց, իսկ երգի անունը չէի լսել։ Ստանում է տարվա երգ։ Արամե Դիլիթ չեն ստանում տարվա երգ։ Լուրջ եք ասում 300-ից ավել ակադեմիայի անդամներ, ովքեր քվեարկել են եւ մասնակցել են լուրջ Արամեի եւ Դիլիթի երգը տարվա երգ չի։ Ասենք միկրովալնովկան միացնում էինք, այդ երգն էր հնչում ու մինչև այսօր հնչում է։ 3 հարսանիքին, այդ հարսանիքի մասնակցում այդ երգը Մեքսիկոյում հնչում էր։ Տարվա երգ չի ինքը։ Չգիտեմ։ Արամ MP3-ին ուզում հասկանալ ինչ է արել 2025 թվականին։ Վաու, ինչ է արել երկարվեստում, որ դրան տալիս եք տարվա լավագույն երգիչ։ Քվեարկում եք, առաջադրում եք, հետո ակադեմիայի 300-ից ավել անդամներ քվեարկում եք։ Բացատրեք ինձ հասկանամ ինչ է արել, բացի
շատ հաջող կերպով վիտամին ակումբի ներկայացումներին մասնակցությունից եւ հետվերադարձից վիտամինի թիմ երկարվեստում ինչ է արել 2025 թվականին, որ դուք դրել եք եւ ակադեմիան էլ քվեարկել է, ինչի համար է քվեարկել։ Տարվա երկիչը պետք է լիներ Արամեն, ով այս տարի ֆանտաստիկ աշխատել է։ Ֆանտաստիկ։ Վերջին տեսահոլովակը, մենահամերգը, Արամին շատ եմ սիրում, շատ եմ հարգում։ Սուբյեկտիվ մի նայեք, բայց տարվա երկիչ պետք է լիներ Արամեն։ Հետո գիտեք ինչ, երբ որ տալիս եք տարվա ալբոմ Արժանի մեկին, Բրունետին ու Բրունետը դահլիճում չի, հետ է լավ չի։ Հա, ես առանձին վերցած մի անգամ արդեն ստորի արել եմ, որ հայկական շոու բիզնեսի դեմքերը այսքան համախմբված չեն եղել անգամ երբ եկեղեցին էր հալածվում ու կաթողիկոսի դեմ էին գնացել դիմակավորները, բայց դա երկու կողմանի մեդալ է եւ մեդալը երկու երես ունի։ Պետք է տարվի լուրջ աշխատանք, որպեսզի արտիստները լինեն։ Շատ վատ էր, որ Բրունետը չկար եւ Բրունետի նման երիկը մարդիկ չկային ու այդ պատճառով էր, որ բարձաջրած ու լողակած ու օսլայած էր մրցանակաբաշխությունը ու անկենթան էր արդյունքում ցավոք սրտի։ Չի կարող լինել շոու բիզնեսյան մրցանակաբաշխություն առանց շոու բիզնեսի կարգառու ներկայացուցիչների։ Չի կարող, հասկանում եք։ Շոու բիզնեսի բիզնեսա չէ, շոու եւ բիզնես։ Արկադի Դուբիկյանը բիզնեսա ու շոույա, ու շոու բիզնեսա։ Արմենչիկը, Սարոն, Մարտին Մկրտչյանը, լիքը անուններ կարող եմ տալ։ Նրանք բոլորը ինչ որ կերպ պետք է ընկերված լինեն։ Տեղից էլ մեր շոու բիզնեսը ներկայացնում է մի երկիր, որը մի պատժեզդանի է։ Այսինքն բոլորը բոլորին ճանաչում են եւ շոու բիզնեսը նենց չի էլի, որ ամերիկյանական, գոնե ավստրիական։ Փոքր երկիր ենք, փոքր շոու բիզնեսով։ Նրբություններ կա, որ պետք է հաշվի առնվի, կարծում եմ։ Եվ վերջում ասեմ հետևյալը։ Մենք էլի ունեցանք ձևի եւ բովանդակության անհամատեղելիություն։ Ունեցանք ձև ֆանտաստիկ իրականացման մեջ առանց բովանդակության։ Չկար բովանդակություն, որովհետեւ անկենթան էր։ Առանձին վերցած դրսևորումներում մրցանակահանդիպումները փորձում էին ինչ-որ բան անել, գրկել իրար բարել, չգիտեմ, անկենթան էր ընդհանուր առմամբ։ Իսկ հայկական շոու բիզնեսը, քանի որ փոքրաթիվ է, ինքը պետք է լինի նախ եւ առաջ այստեղից եկող սխալներով։ Հա, մեր արածը մի քիչ փնթոշ է, այն առաջ որ անում էին ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, էլի ինչ որ փնթոշ էր, ինչ որ բաներ կար, կիքսեր լիքը, բայց անկեղծ էր։ Այս դրա մասին ասեմ։ Վերջում մի բան էլ ասեմ, ու գնամ վայելեմ իմ Մեքսիկոն։ Մենք ապրում ենք մի ժամանակներում, տարօրինակ, երբ կազմակերպվում են ամենատարբեր մամա-պապա կոոպերատիվ մրցանակաբաշխություններ, որտեղ մրցանակագրի վրա ծախում են, այսինքն մարդիկ փող են տալիս, որ գնան մասնակցեն այդ մրցանակաբաշխությանը եւ փող են տալիս, որպեսզի ստանան տարվա լավագույն, չգիտեմ, բժիշկ, իրավաբան, խոհարար եւ այլն։ Վաճառվում են մրցանակները։ Այս իրականության մեջ ենք ապրում եւ այդ իրականության մեջ, երբ լուրջ դեմքով մարդիկ դուրս են գալիս եւ ամբիոնի մոտ շնորհակալություն, որ ինձ տվեցիք տարվա լավագույն բժիշկ այս մրցանակը, լավ բաներով որ այդ մրցանակը ստանալով ինքը փող ատել։ Այս իրականության մեջ խազերը բոմբել է, հրաշալի է ամեն ինչ, թույն է, շնորհավորում եմ, սակայն սիրելի կազմակերպիչներ խազերի, դուք պետք է հասկանաք, որ դուք պետք է լինեք նշած։ Ինձ լիքը գրում եք ու հարցնում եք իմ կարծիքը Երևանում տեղի ունեցած խազեր մրցանակաբաշխության հետ կապված, կփորձեմ մի քանի խոսքով անդրադառնալ, հայտնել իմ կարծիքը, այստեղից հետևում էի նայել եմ։
իհարկե հսկայական աշխատանքեր կատարված, ինչպես եւ անցած տարի, այս տարի եւս շատ բարձր մակարդակի վրա էր։ Տեսքը, գույնը, ձևը շատ լավն էր։ Շնորհավորում եմ բոլոր կազմակերպիչներին։ Սրտան շնորհավորում եմ նաև իհարկե հաղթողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր այդ օրը դահլիճում էին։ Հիմա քանի որ իմ հետևորդները անդադ ասում են ձեր կարծիքը, մի քանի խոսքով փորձեմ այսպես ներկայացնել իմ կարծիքը մրցանակաբաշխության հետ կապված։ Նախ սկսեմ Red Carpet-ից։ Red Carpet-ը մի քիչ զառազում էր եւ մի քիչ overdose էր, ամենադեպս ինձ այդպես թվաց։ Չափի զգացումը երբեմն կորցրած արտիստներ ունեին, ովքեր ինչքան հնարավոր տարածաշրջանում բմբուլներ եւ փայլփլուն բաներ կար լցրել էին իրենց վրա։ Հաճախ Red Carpet-ի կամ մրցանակաբաշխության հետ որևէ աղերս չունեցող լույքեր էին, որը իհարկե ինձ այնքան էլ դուր չեկավ։ Այդ առումով ունենք դեռևս գիքսեր ու դրանք շատ են։ Այն լինում են գյուղում փակված երեխեք, որ գալիս են քաղաք ու ազատություն են ստանում ու միանգամից չեն իմանում որտեղից սկսեն, ինչ անեն, մազեր ներկեն, աչքերը քսեն, կարճուկա հագնեն, այ նման տպավորություն էր մասնակիցներից շատերի լուքերի հետ կապված, որ ամեն ինչ ուզել էին այդ օրը անեին ու արդյունքում ստացվել էր անճաշակություն։ Ով դուրս եկավ առանձնացնեմ Էրիկին եւ Լանային, իրանց լուքերը ինչ շատ դուր եկան, կոկիկ էր, թանկ էր, շքեղ էր, Red Carpet-ին հարիր էր ու շատ հարմար էր։ Այ Էրիկն ու Լանան իմ համար Red Carpet-ի շատ գեղեցիկ լուքերով ներկայացած երկու մասնակիցներն էին։ Մրցանակաբաշխությանը մասնակցող արտիստները պետք է հասկանան, որ սա Met Gala չի։ Սա ինչ-որ party չի, որտեղ դու պետք է գաս եւ հնարավոր ու անհնար զանգուլակներով զարմացնես մարդկանց։ Սա մրցանակաբաշխություն է, ժողովուրդ։ Հետո մի շատ կարևոր պահել կա։ Աբետ Բարսեղյանը, եթե անգամ ամբողջ Պրեգոմեշի կոլեկցիան կախի իր վրա ու դուրս գա, դա շատ օրգանիկ է նայվում եւ մենք սովոր ենք տեսնել այդ մարդուն նման էքսենտրիկ դրսևորումներում, որովհետեւ ինքը Աբետ Բարսեղյանն է եւ ունի իր ուրույն ոճը եւ այդտեղ կեղծ որևէ բան չի լինելու, բայց երբ առանձին վերցրած երգիչ-երգչուհիներ փախնում են իրենցից եւ միայն այսպես վառ երևալու համար գնում են ինչ-որ էքսպերիմենտների, դա երբեմն ծիծաղելի է լինում։ Նաև ինձ դուր եկավ Նազենի Հովհաննիսյանի առաջին լուքը Red Carpet-ի, իսկ դահլիճում նա այնքան էլ չգերեց ինձ։ Կամո Թովմասյանը շատ գեղեցիկ ու թանկ տեսք ուներ Red Carpet-ը վարելու ժամանակ, ինչը չի ասի իր կոլեգայի մասին, Լոյզա Ներսիսյանի մասին, ինչի մասին էր նրա պարիկն ու հագուստը, ինչ էր նա խորհրդանշում եւ ազդարում, ինչ էր ում ուզում ապացուցել, այդպես էլ պարզ չեղավ։ Red Carpet վարող հաղորդավարները հիմնականում շատ ավելի զուսպ են լինում, որովհետեւ նրանք չի ասի երկրորդ plանում պետք է լինեն, բայց ամենայն դեպս պետք է ներկայացնեն հյուրերին եւ հյուրերի հակուկապը եւ իրենց այդ ամեն ինչով չպետք է ստվեր նետեն եւ փակեն այն մարդկանց, ում հետ իրենք ինտերվյու են անում։ Նայեք, խնդիրը ինչու՞մ է։ Մեր հայ դիզայներները երբեմն որոշում են նմանացնել կամ նմանակել հայտնի բրենդերի, մոռանալով, որ այնտեղ աշխատում են հսկայական խմբեր ու նույն այդ սկյապարելին, երբ որ իրար լուքերը ստեղծում է, այնտեղ թիմը աշխատում հսկայական։ Երբ որ արվում է նմանակում, դա ավելի շատ դառնում է դպրոցի աշխատանքի ուսուցման դասի ժամանակ ստեղծված ինչ-որ մի բան, այսինքն հիմքում սիրողական վիճակն է լինում,
այնպես որ այդ over ակտը եւ over վիճակը երևի թե պետքա հասկանալի պատճառներով մերժվի մեզանում եւ դա պետքա լինի թույլատրելի այն մարդկանց համար, ում դա սազում է։ Նայեք, խնդիրը ինչու՞մ է։ Երբ դու ուզում ես շատ փախնել ու վստահում ես քո անսահման երևակայությունը հայ դիզայների հետ, երբեմն իրականությունը եւ երևակայությունը իրար հետ որևէ աղերս չեն ունենում։ Մեկ այլ բան է նկարել, մեկ այլ բան է դա իրականացնել։ Այդ պատճառով օրինակ ես մեր մրցանակաբաշխության ժամանակ երբ ունեի 3 լուքեր, իմ առաջին լուքը, որը չափազանց դասական էր, այնտեղ բան չկար անելու, սև դասական կոստյում էր, լայն օծիկներով, մի քիչ լայն տաբատով, ես վստահեցի Վիլյամին, որովհետև Վիլյամը 100% դա կարող է իրականացնել, հայ դիզայներ։ Բայց այ թիկնոցով պիջակս որևէ հայ դիզայները ես չէի կարող վստահել, որովհետև դա խեղճատակություն կդառնար, եթե իրականացնեին որևէ հայ դիզայներ։ Դա արդեն Fendi էր, պատրաստի պիջակ էր։ Ինչպես նաև երրորդ լուքը, սև սպիտակ, դա արդեն off-white էր։ Սա red carpet-ի մասով։ Առանձին ուրիշ անդրադարձներ չեմ անի, դուք արդեն նայել եք ինքներդ եւ երևի կհասկանաք, թե overdose ասելով ուրիշ ում նկատի ունեի։ Այսքանը red carpet-ի մասով։